Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Ջենի Ջան Թեյլի մասին խոսեմ, սա մի երիտասարդ է, որ հայտնի չի, որ պատահմամբ կամ մի տեղից տեղեկություն էր հավաքել, որ Թրամփը չէին հայտարարել, որ պիտի գա այստեղ, Թրամփը այստեղ էր երեք մի քանի ժամ եկավ Լոս Անջելեսի օդանավակայանը, հետո օդանավակայանից գնաց, այսինքն հելիկոպտերով օդանավակայանից հելիկոպտերով տարին հելիկոպտերով, հետո մեքենայով գնաց Սան Պեդրո հարավում, ուր որ այնտեղ գոլֆ կլաբ ունի ինքը, որ մարդիկ որ անդամագրվում է այդ գոլֆ կլաբում, կլինի քիչ հետո պետք է ցուցադրեմ դա։ Եվ այս երիտասարդը 2 օր առաջ գնացել էր, ուսումնասիրում էր ատրճանակով եւ այլն, հիմա մինչեւ Կիրակի օրը չէին հայտարարել, որ նախագահ պիտի գա այստեղ, եւ այս տղան ասացի պատահմամբ էր իմացել, թե տեղեկություն ուներ իրեն ձերբակալել են ամենայն դեպս տատի պիտի տան արդեն իրեն պահում են մինչև ավել տատի ժամանակ կարողանան հասկանան ամենայն դեպս մեկ օր սպառնում է գնում է այդ տարածքը հրացանով եւ գնում են իր տունը նայում են այստեղ եթե ցուցադրենք տունը իրեն տեսնում են սա այդ Սան Պեդրոում տարածքն է ինչ որ նախագահ Palace Verdes Rancho Palace Verdes այնտեղ ունի, սա նախկինում մրին վեթրան է եղել, 2 պատերազմ է մասնակցել Իրաքի եւ Աֆղանստանի, տեսնում եք այդտեղ մաշին գան ունի, որ պատրաստված էր, գնված չէր, այլ փոփոխություններին են մտցրել։ Գնում են իրեն տուն, հիմա տունն եք տեսնում, որ ինքը բնակվում է, տեսնում եք ատրճանակ ունի, body armor, այսինքն մարմնի վրա կարող է հագնել, որպեսզի իրեն չէ ռադիոսիգնալներ ունի, զրապատված հագուստ ունի, որ կարող է տանը բոլորը ինչ որ տեսնում եք այդպես պահված է, իր տան մեջ նաև նոթբուք ունի, գրություն ունի, տարբեր գրություններ դեռ չեն ասել, բայց այդ մտահոգությունը կա, այստեղ տեսնում եք Ջենին Ջան Թեյլին, Կիրակի օրը գնում է այս նախագահի տարածքը, նայում ուսումնասիրում է, այնտեղ ստում է, որ ես State Department-ի համար եմ աշխատում, եւ սա նաեւ զարմանալի է, որ այդպիսով ամուզի, որ թույլ տան ներս մտնի, արդյոք գիտեր գալիս է, թե ոչ դա չեն իմանում, եւ ասել զենք ունի մեքենայի մեջ, բայց իր վրա զենք չունի։ Եվ այդտեղի ոստիկանությունը ձերբակալում են իրեն, որովհետև չպիտի գնար այդ տարածքը ամենայն դեպս, հետո մեքենան է նայում, հետո գնում են իրեն տունն է նայում, այսպես փամփուշտներ ունի եւ ուրիշ ամեն ինչ ունեցել է եւ ասացի AR-15 հրացանի, badge ունի, զինվորական է ասացի եղել 2 պատերազմ է մասնակցել, բայց հետո որ ծառայությունից ավարտել է կամ էլ չի եղել գնացել է այսպես security աշխատել եւ այդ security badge ունի, այնտեղ ատրճանակ նախապես իրավունք ունեցել է, բայց այս ժամանակ ատրճանակ ունենալու իրավունք չուներ, այսպես տեսնում եք, ուրեմն իրեն մեքենայի մեջից ուրեմն մեկ ատրճանակ են անում, high capacity magazine, ուրեմն այսպես տեսնում եք փամփուշտներ է ունենում եւ սա նախագահին ես 3 ամիս առաջ էր որ գնացել էր Washington-ում, Hilton-ում էր, որ մեկը հրացանով գալիս է, այստեղ տեսնում եք վազելով գալիս է, security-ն նաև գրակում է, հետո իրեն ձերբակալում են այդ անձին։ Մի քանի ամիս առաջ էր անցյալ տարի 2024-ի տարեվերջին մեկ ուրիշը հրացանը վերցնում է, գնում է Ֆլորիդա, նախագահի այնտեղի ռիզորտը,
եթե հիշեք այսինքն այդ արշավի ժամանակ իր նախընտրական տեսնում եք Փենսիլվանիայում էր կրակում են իսկ այսօր այսինքն երբ որ այս իր հելիկոպտերը բարձրանում է այնտեղ Վաշինգտոնից երբ տանում են որ օդանավ տեսնում եք այս օդանավն որ նախքան տեսեք իրար հեռու են եղել բայց երբ ասում են նախագահը պիտի բարձրանա հելիկոպտերը բարձրանա Reagan Airport-ից է բարձրանում իր հելիկոպտերը եւ 3 րոպե առաջ ասում են բոլոր օդանավները պետք է այդ տարածքը պարբեն որպեսզի հելիկոպտերը դժվարություն չունենա այստեղ տեսնում եք օդանավը եւ հելիկոպտերը ներքևում օդանավը բարձրունքում տեսնում եք այսպես դեպ տարածքը շատ է ուրեմն Marine One նախագահի հելիկոպտերը Marine One-ին ասում են 3 minutes to lift ուրեմն սկզբից ասում են որ օդանավները բոլորը հեռանան նախագահի հելիկոպտերն անցնի եւ ուրեմն այս աշտարակի մեջի անձիկը կարծեք թե չի լսում անձը Marine One-ի կամ նախագահի հելիկոպտերի օդաչուն traffic control-ին ասում է որ 3 րոպեից մենք թռչելու ենք որը նորմալ ստանդարտ ձևն է որ կոնտրոլերը լրիվ ուրիշ օդանավներին իմաստա որ չմոտենան մինչև նախագահի հելիկոպտերը կարողանա անցնի գնա օդանավակայան եւ այնտեղից օդանավով նախագահը կարողանար գար այստեղ մեզ մոտ եւ ահա այս Marine One-ը ինչ որ եթե հելիկոպտերը կամ օդանավ է եթե նախագահը մեջն է նոմեր 1-ն է դառնում ուրեմն հելիկոպտերում է ուրեմն դառնում է հելիկոպտերը նոմեր 1-ը եւ աշտարակի մեջից է ինչ որ խոսում են եւ այսպես հետո բարձրանում է հելիկոպտերը բայց մի քիչ առաջ օդանավ էր բարձրացել 3 րոպեն ասել է բայց դրանով հանդերձ տեսնում եք օդանավը բարձրունքից գնում է ներքևում հելիկոպտերն է 1.5 miles իհարկե հեռավորություն ունեն 500 vertical այսպես տեսնում եք դեպքը այսպես էր ինչ որ պատահելեր 3 ես ուզում եմ ձեզ ցուցադրել Նյու Յորքում մեկ շենք 5 հարկանի շենք եթե այստեղ ձեզ ցուցադրենք անցնենք առաջ տեսնում եք պայթուն է տեղի ունենում հրդեհ է տեղի ունենում եւ այսպես տեսնում եք 5 հարկանի շենք է 14 հոգի վիրավորվել են 1 հոգի մահացել է 12-ից 30 րոպե անց էր ինչ տեղի ունեցավ 5 հարկանի շենքը այսպես տեսնում եք բոլորին շենքից հանում են հիմա պատճառը չգիտեն ինչ է այսպես տեսնում եք ես պիտի դադար ունենամ վերադառնամ ձեզ ցուցադրեմ Գերմանիայում մեկ օդանավակայանում պայթուն տեղի ունեցավ դա ցուցադրեմ ձեզ իսկ Burbank Adult School-ը հովանավորում է ծրագիրը այս չափահասների դպրոց է 18 տարեկան եւ ավելի բարձր տարիք ունեցողները կարող են հաճախեն անվճար 12 տարբեր մասնագիտություն դասավանդվում է տեսնում եք այստեղ բուժքորական հարցեր եք տեսնում կոմպյուտեր չգիտեք կոմպյուտեր կարող եք սովորել գիտեք ուզում եք մասնագիտացված այսպես կոմպյուտեր սովորել որպեսզի կարողանաք ավելի լավ աշխատանք ունենալ նաև եթե ատամնաբուժի օգնական եք ուզում դառնալ եւ ահա այսպես դասավանդումներ այնտեղ լինում է բոլորը անվճար որտեղ Կալիֆոռնիայի նահանգն է վճարում բոլոր ծախսերը վճարում է Կալիֆոռնիայի նահանգը զանգահարեք բայց շատ դժվար է հեռախոսը պատասխանել երկար է տևում եթե հեռախոսով ավելի լավ կլինի դուք գնաք Allen Street Burbank-ում Glendale-ի 10 րոպե հեռավորության է Burbank-ում եւ այնտեղ մանրամասնությունը հարցնեն
Եթե անգլերեն գիտեք, հարցի, բնականաբար, եթե չէ, այնտեղ տեսուչի տեղակալ հայ է, ուշչույները հայեր կան այնտեղ մեծ թվով կարող են բոլորը ձեզ օգտակար լինեն։ Հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք։ Երևան Post-ն է ովանավորում ծրագիրը։ Երևան Post մի ծանրոց, եթե օդանավով պիտի ղրկեք, pound-ը $2.99 է։ Իսկ նավով մի ծանրոց վերցնեք $20, $30, $40, $50, որևէ գնում, նույն համահավասար ձեզ ծանրոց կտան անվճար, նավով կարող եք ղրկել ձեր ազգականներ, ինչ որ ուզում եք ղրկել։ Նաև դուք կարող եք ծանրոցներ ունեք, մահճակալ եք ուզում ուղարկեք Հայաստան, գրասեղան եք ուզում ուղարկել, ինչ որ ցանկություն եք Հայաստան ղրկելու, կարող եք իրենց միջոցով ուղարկել, տեսնում եք, ահա իրենց հանձներ են Հայաստան ղրկելու համար։ Նաև մեքենա կարող եք ուղարկել Հայաստան, կարող եք 4 տուր կամ SUV ուղարկել, կինը խիստ սեղճված է, ամենայն դեպս տեսնում եք Granada Hills-ում է գտնվում Երևան Post։ Ծրագիրը ովանավորում է Court Furniture ովանավորում է ծրագիրը։ Court Furniture ամենախոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է Ամերիկայի։ Պատկանում է բիլիոնատերի, սա իրեն ամենափոքր, Warren Buffett-ին պատկանում իր ամենափոքր բիզնեսը սա է, այդ տասնյակ խանութների ինչ որ ունի։ Նոր mattress պիտի գնեք, այստեղ այցելեք Court Furniture։ Գրասեղան աթոռներ պիտի գնեք Court Furniture, Glendale-ում 339 Նոր Central փողոց, Euclid եւ 405 Freeway Orange County-ում եւ Santa Ana-ում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, Օրեգոնում, ուր որ ապրում եք, զանգարեք, տեսեք ուր կլինի ամենամոտիկը։ Շահի թուրն է ովանավորում ծրագիրը։ Շահի թուր 2 թուր է առաջարկում, իհարկե ուրիշ թուրեր ունեն, բայց այս երկուսը որտեղ շուտով տեղ ունենա 11 օրվա թուր նոյեմբերին է լինելու խիստ զեղչված գիներ $3,890 all inclusive, բոլոր ծախսերը ներառված։ Իսկ որ Բրազիլիա, Պարագուե եւ Արգենտինա կարող եք գնալ, իսկ նաեւ եվրոպական թուր Իսպանիա եւ Պորտուգալ տեսնում եք այնտեղ հոկտեմբերին է լինելու 10 օրվա համար $3,690 ամենը all inclusive ներառված զանգարեք հավելյալ տեղեկություններ վերցրեք իրենցից կվերադառնա։ Գերմանիայի Լայպցիգ օդանավակայանում, որտեղ որ Ուկրաինայի օգնություն, ինչ որ Ամերիկան է կատարում, մանավանդ Եվրոպան ինչ որ օգնություններ են կատարում, այդտեղից է հետո ղրկում են Ուկրաինա։ Այդ օդանավակայանի մեջ այնտեղ որ բեռնատար օդանավներն են գալիս, DHL-ը, որ աշխարհի մեծ բեռնատար օդանավներից մեկն է, եւ ուրիշներ այդտեղ հանկարծ տեսնում են, որ դրոնի միջոցով հրդեհ է տեղի ունենում, հարձակում մի նման մի բան կամ պայթուն է տեղի ունենում, այդ DHL-ի օդանավի մասամբ փոքրիկ վնաս է հասցնում։ Ես այստեղ հիմա ուզում եմ ցույց տալ այն ուրեմն տարածքն է, տեսնում եք հիմա ղրկում են, որ քննի, տեսնի Էլի ռումբեր կա այնտեղ, տեսնում եք այս օդանավներն են, որտեղ բեռնատար օդանավներն են եւ DHL-ը տեղին գույնով է իրեն եւ այդ սարքավորումը գնում է, որ տեսնի ուրիշ ռումբեր տեղադրված է, կարող է պայթի, հիմա գիտեք մենակ մեքենայով են քննում այդ հարցը, DHL-ն եք տեսնում, ինչ որ ռումբը մոտը պայթում է, փոքրիկ վնաս է հասնում այդ DHL-ի օդանավին։ Եվ ասացի այդտեղից ինչ որ Ուկրաինա են ուղարկում military equipment, զինվորական կարող է լինի, ուրիշ սարքավորումներ ուղարկեն իրենց համար, տեսնում եք այս օդանավակայանն է Լայպցիգ, multiple suspected մեղադրում են բնականաբար Ռուսաստանի, որ սաբոտաժ է ուզեցել անել, խանգարել այս ինչ որ ղրկվում է այդտեղից դեպի Ուկրաինա 18 դրոնի դեպքեր է պատահել
անցյալ 7 ամսվա ընթացքին, այսինքն սա առաջի անգամը չի, որ նման խախտումներ, այսինքն դեպքերը տեղի ունեցել, որ խախտվի կամ աշխատանքը չկատարվի։ Հիմա Գերմանիայի ներքին վարչապետը ասում է, ուրեմն այդ հարցն է ինչ որ հետևում են եւ այդտեղ է որ մեղադրում են Ռուսաստանի կամ Ռուսաստանին կապ ունեցող աշխատանք է, որ Ուկրաինայի օգնությունների մեջ խախտումներ լինի, դժվար կացության մեջ տնեն։ Ես հիմա ուզում եմ խոսել մեկ անձնավորության մասին, որ երեք թվում էր, որ հաղթվում է։ Ես ասացի թվում է, որ այս մարդը կհաղթվի, բայց վերջնական, երբ որ բոլոր հաշվարկում եղավ, մի փոքր ավել քվե ունեցավ, մոտավորապես ավել քիչ քան թե 15000 քվե, որտեղ 1.5 միլիոն մարդ մասնակցեր էր ընտրությանը եւ այսպես տարբերությունը փոքրիկ 14000 մի քանի քվեով, ուրեմն հաղթում է մեկ մարդ, որը տեսեք այս տղան իր հայրը Եգիպտոսից եկել է, Ալ-Սայեդ անունով։ Հիմա քիչ հետո իր լրիվ անունը կասեմ ձեզի, հիմա այդ է օգտվում անունը, որ հեշտ լինի հանրությանամ։ Գալիս այստեղ դոկտորա է առնում փիլիսոփայության մեջ։ Դոկտորա ունի բժշկական, ուրեմն բժիշկ է, էպիդեմիոլոգիստ է, տեսնում եք իր կնոջ հետ է, 2 երեխաներ ունի, վերջնական Միշիգանում սենեթի համար ինքն է ընտրում։ Որևէ պաշտոնյա չի եղել սա։ Իր մրցակիցը ներկայացների տան անդամ է եղել 8 տարի։ Նա իր տեխնատությունը տրերեր, սա միայն դեմոկրատ կուսակցության ընտրության մեջ է։ Իր մրցակիցը դեմոկրատ, այս կինն է Հեյլի Ստիվենս, որ ասացի 8 տարի սենետ ներկայացնի տան անդամ է եղել, ներկայացրել Միշիգանի 7-րդ տարածքը ամենայն դեպս եւ հիմա բոլոր հրեական կազմակերպությունները միլիոնավոր դոլար բերին ծախսին, որ թույլ չտան, նա մուսուլման է, մյուս անձնավորության Ալ-Սայեդը, որ չընտրվի։ Սա ռիփաբլիկանների տեխնացուն է, որ Ռոջերս, սա 14 տարի ներկայացնի տան անդամ է եղել, կարևոր ներկայացնի տան անդամ է եղել եւ 2015 թվին էլ չշարունակեց ընտրության չմասնակցեց։ Հիմա ռիփաբլիկանների տեխնացուն ուրեմն Ռոջերս այստեղ տեսնում էր նա է լինելու մրցակիցը այդ մուսուլմանի, ինչ որ ասացի, կամ այդ Միշիգանի Մայք Ռոջերսին եք տեսնում, սա Մայք Ռոջերսն է։ Հիմա Միշիգանի ընտրության ժամանակ այնտեղ ընտրություն տեղի ունեցել 48.6%-ով Ալ-Սայեդը քվե ունի, ներկայացնի տան անդամը մեջտեղ կինը տեսնում եք 47.3%-ով ունեցավ եւ մեկ ուրիշ կին նաեւ մի 4% ունեցավ, ուրեմն ընտրվում է։ Մրցակիցը ցախում տեսնում եք ռիփաբլիկան է։ Այսպես նոյեմբերին այդպես է լինում։ Ով է հովանավորում Ալ-Սայեդին։ Բերնի Սանդերս իրեն խիստ հովանավորում է, հետաքրքիր է, սա մուսուլման է, Բերնի Սանդերսը հրեա է, երևի այն տեղերից է, որ այսպես կրոնական հարցը կարծեք ազդեցություն չի ունեց։ Նաև իրեն հովանավորողն է Ալեքսանդրիա Օքազիո-Կորտես։ Ալեքսանդրիա Օքազիո-Կորտես ներկայացնի տան անդամ է, շատ ճանաչված Նյու Յորքից, շատ երիտասարդ, 30 ազիվ մի քանի տարեկան է։ Ալ-Սայեդը ինչ որ ուզում է սենետար դառնա, եթե ընտրվի իհարկե Աբդուլ Սայեդը սենետի ինքը 41 տարեկան է, այսինքն ինքն էլ շատ երիտասարդ է, եթե ընտրվի որպես սենետի անդամ։ Իր մրցակիցը ռիփաբլիկան, այստեղ տեսնում եք նորից քվեների բաշխումը սենետի Միշիգանի համար։ Հիմա ինչ է ասում։ Ասում են մեդիկերը պետք է բոլորի համար անվճար լինի։ Բոլորը պիտի ունենան մեդիկեր, ոչ թե մենակ 65 եւ բարձրը եւ նրանք որ հիվանդություն են։
եւ immigration-ի այդ ոստիկանները պետք է էլ չգան, էլ պետք է գոյություն չունենան նրանք գալիս են եւ ահուսարսափ են ստեղծում իմիգրանտների մոտ։ Ասացի Իսրայելը եւ հրեաները խիստ գումարներ ծախսեն։ Իսրայելի մասին ասում է, որ ցեղասպանություն հստակ, ասում է genocide, ցեղասպանություն է կատարել Իսրայելը Գազայում կամ Գազայում, այդպես ցեղասպանություն է կատարել եւ չպիտի որևէ օգնություն տալ Իսրայելին, պետք է օգնություն տեղի չունենա։ Ամենայն դեպս նախագահն է, որ ասում է շատ լավ է, ուրախ եմ, որ այս անձը ընտրվել է, սա Republican կուսակցության կողքնի։ Ասում է նախագահ Թրամփը իհարկե մեր շահին է, այսինքն Republican կուսակցության շահին է, որ այս իսլամ անձնավորությունը ընտրվել է։ Ասացի այս անձնավորությունը տարբեր տիտղոսներ ունի եւ այնտեղի Դիթրոյթի բժշկական խնամքների կառավարական հաստատության ղեկավարն է այս 41 տարեկանը, որ լինելու է դեմոկրատների տեխնացուն Ռոջերս, ցույց տվի Ռիփաբլիկանների տեխնացուն է լինելու նոյեմբերին մեկը պետք է ընտրվի, որպեսզի ներկայացնի Միշիգան նահանգը։ Ես ֆիտաթարվեցեմ, երբ վերադառնամ Տաթարից, պիտի այդ ժամանակ խոսեմ, ցուցադրեմ նախագահ Թրամփը ասում է ուրիշ պատերազմներ, ինչքան ծախսի նայեց, այսինքն որտեղ իրեն մեղադրում են 6 ամիսը պատերազմ է տեղի ունենում Իրանի հետ, ինչքան ծախսի է նայել, քանի հոգի են մահացել, դա ցուցադրեմ եւ մեկ accident ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգարյանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձենեք մեկ առանձնատուն կամ վարձենեք ապարտման եք վարձել, այդտեղ բնակարան պետք է մաքուր լինի, բնակելի լինի, պահարան բացում եք միջատները չպիտի գնան կան, մուկ չպիտի լինի, մրջուն չպիտի լինի, եթե այդպես է իրեն զանգահարեք, դուք ոչինչ չեք վճարում, եթե ինքը հաջողի գումար վերցնի ձեզ համար, հետո իրեն կվճարեք, որևէ ձև չկա, որ դուք փաստաբանի մոտ գնաք, ու մոտ գնաք, ասի 5000-10000 սկզբից տուր, ես աշխատանք սկսեմ, այդպես չի, եթե կարողացավ ձեզ համար գումարը հայթայթի, հետո կվճարեք։ Ծրագիրը հովանավորում է Pizza Art-ի Բրբանկում հովանավորում է ծրագիրը։ Մի պատվիրեք մի փիցա որևէ չափի համավասար փիզայի կես գինը կվճարեք, 50% կվճարեք հաջորդի համար, հեռախոսի համարը նշանակեք ձեզ մոտ, և սանդվիչներ նաև ունեն։ Ծրագիրը հովանավորում է նաև Serve Pro ընկերությունն է հովանավորում։ Եթե դուք շինարարություն եք արել, խիստ պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի, կամ ավելացրել եք տարբեր, այսպես, extension եք տվել, ինչ որ կա, ADU եք սարքել, լուրջ մաքրման կարիք ունի, սրանք պրոֆեսիոնալ մաքրողներ են բնակարան։ Եվ եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը, մաքրման կարիք ունի, այս հեռախոսի համարին զանգարեք կվերադառնա։ Ես ուզում եմ հիմա մի բան եմ, ինչ որ ես ձեզ ցույց եմ տալիս այստեղ, նախագահ Թրամփը իր social media-ի վերադրելն էր հուլիսի 21-ին եւ ես ուզում եմ ձեզ ցույց տալ։ Նախագահին քննադատում են, որ այս պատերազմը երկար տևել է, Ամերիկային կապ չունի այս պատերազմը, ինքը մխրճվել է այս պատերազմի մեջ եւ գտնում են 70%-ով ժողովուրդը չեն ուզում, որ շարունակվի այս պատերազմը Իրանի հետ, որտեղ Իրանը ըստ ոմանց Ամերիկային որևէ ձևով չի սպառնում, իր զենքերը այդքան հեռահար չեն, որ կհասնի այստեղ, հազիվ դեռ Թուրքիայի կամ Եվրոպայի մի մասը կարող է հասնի, կամ միջին արևելքում սահմանափակվում է կարողությունը Իրանի զենքերի։ Ամենայն դեպս նախագահ ասում է սա շատ քիչ ծախս է ունեցել եւ համեմատել է։ Սա ինքը նախագահի սայթի վրայից է, ինչ որ ես ցույց ցուցադրում եմ։
օրինակ է բերել այն ամենավերջում Վիետնամ գրված է, որ 19 տարի տևեն է այդ պատերազմը 58220 հոգի ամերիկացի զինվորներ այն վերջում տեսնում եք մահացել են։ Կորեայի պատերազմը 1950 թվին այստեղ տեսնում եք 3 տարի կապույտով գրված է եւ գրում է այս սայթը, որ նախագահ Թրամփի պատրաստածն է կամ իր աշխատակազմի կողմից 36574 հոգի այդ պատերազմին մահացել են 3 տարի տևողությամբ։ Իսկ Իրաքի պատերազմը 9 տարի տևեն է 4600 հոգի մահացել են։ Աֆղանստանի պատերազմը 20 տարի տևեն է 2000, այստեղ հիմա քիչ է գրել, բայց 2000, սա ինքն է գրել, բայց 2332 հոգի մահացել են զինվորներ ամերիկացի Աֆղանստանում։ Հետո նախագահ գրում է Իրանի հետ այս կոնֆլիկտը, տեսնում եք բառը military conflict է ասում, մնացածը պատերազմ է նշանակել հենց ինքը, բայց այս պատերազմ չի համարում, այդ military հակադրությունը կամ կոնֆլիկտն է գրում, որ 4 ամիս է տեղի ունեցել, իսկ հիմա 5 ամիս ավել է, ընդամենը 18 հոգի գրել է պատերազմած։ Վենեսուելայի պատերազմը ինքը գրել է 1 օր է տևել եւ 0 մարդ է մահացել, սա գրել է, որ մարդիկ որ ասում են շատ երկար է տևում, չեն ուզում տեսնեն այս պատերազմը շարունակվի, ինչ որ ասացի 70%-ի կարծիքն է, որ այս անտեղի ամերիկան մախրճվեն այդ պատերազմին եւ մինչ հիմա 37.5 միլիարդ կամ բիլիոն ծախսել են, պահանջում է 70 միլիարդ այս պատերազմը շարունակելու համար, երևում է ուրիշ ծախսեր պիտի կավրանեն։ Ես մենակ մեկ օրինակը, որ ուրիշ առիթի հարց է սա, հեռահար հրթիռներ, ինչ որ այս պատերազմի ժամանակ օգտվել են, Ամերիկան 2300 հատ ունի պահեստում, 1200-ը արդեն օգտվել են, եւ ասում են դրա համար, որ նախագահան 7 անգամ ասել է, անընդհատ ասել է, թե Իրանը չկա մեզ հետ բանակցի, հողի հետ հավասարելու եմ Իրանը, եւ հետո ինքը հետո որոշ պատճառներով ասել մեզ հետ բանակցում են, ուրեմն կհետաձգեմ։ Հիմա էլ նույնը ասում է, որ մենք բանակցության մեջ ենք, հետաձգում եմ այդ ինչ որ ես պետք է տապալեմ ամեն ինչ Իրանում, ոմանք ասում են այդ պատճառով է, որ այդ հրթիռները ամեն ինչ այնքան օգտվել են, որ պահեստում շատ չունեն։ Պիտի կամ այս պատերազմը ավարտի բերեն, կամ մի քիչ ավել այդ հրթիռները եւ այլն ավել կարողանան պատրաստեն, որպես կարողանան շարունակաբար օգտվեն այդ հրթիռներից, ընկերից, բամբուշներից, ռումբերից, այսպես վիճակ կա Իրանի հետ այս պատերազմի համար։ Ես հիմա ուզում եմ խոսել մեկ ակսիդենտի մասին, ինչ որ տեղի ունեցավ Քարլսբեդ, Սան Դիեգոյի հյուսիսում մի գեղեցիկ տարածք։ Ամեն դեպս այս արջևի մեքենայի մեջ մի երիտասարդ կին եւ տղամարդ են նստած, վարորդի կին է։ Հետևից գալիս է 49 տարեկան Օրլանդ Շավեզ անունով մեկ անձնավորություն։ Հետո այս մեքենան շարժվում է հանկարծ, հետո կանգնում է, հետևից նա հարվածում է։ Վարորդը մեքենայի, հետևի մեքենային, որ ասեցի Շավեզ անունով իջնում է, դանակ է, խոշոր դանակ է անում, նախ բարկանում է վարորդի վրա, այդպես տեսնում եք, գալիս է իրեն հայհոյում է, ինքը հետևի մեքենայի վարորդն է, որ դուրս է եկել եւ կռվում է անձի հետ, հետո դանակ է անում, խոշոր դանակ ու հարվածում է 27 անգամ հարվածում է իր այս երիտասարդ boyfriend-ն է կամ ամուսինն է գալիս է խոսելու, գալիս է մյուս կողմը մեքենայի, նրան նաև հարվածում է, այսպես Կիրակի գիշեր է լինում։ Այսպես տեսնում եք։ Նրանք հազիվ կարողանում են նստում են մեքենան, փախուստ են տալիս, հետո հասցնում են իրենց իհարկե
հիվանդանոց են հասցնում եւ պոլիսին զանգում են իհարկե սա Կիրակի գիշեր տեսնում եք հիվանդանոցում են բայց չեն մահանա բայց ICU-ում են ICU intensive care unit-ի մեջ են սրանք եւ այսպես տեսնում եք անձին ձերբակալեն են road rage բարկացած են բոլորը դրա համար մեքենա եք վարում մեկը պետք է գնա հիմա սա ուրիշ վիճակ է մեքենա է գալիս կտրում է ձեզ կարևոր չի թողեք գնա որովհետեւ դուք չգիտեք կարող է ատրճանակ ունենալ այս անձնավորությունը եւ կրակեր իրենց վրա դրա համար երբ ուրիշ վարորդ չգիտեք ինչ է ռեկորդը մարդասպան է ինչ է կարող իր համար կարևոր չի վիճաբանության մեջ մի մտեք կանցնի կգնա ավել հարմար է ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից մեկ հարավային Կալիֆոռնիայի մեկ Թեսլա ձեզ ցույց տամ տեսնեք ինչ է պատահում հետո նրանից հետո պայթուն տեղի ունենում Իլինոյ նահանգում ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն հովանավորում ծրագիրը եթե ալերժի կամ ասմայից տարապում եք զանգարեք այս հեռախոսը համարին 30 տարվա փորձառություն ունի Գլենոքս փողոցի վրա է գտնվում իր գրասենյակը բայց Գլենոքսի վրա է Grand View փողոցին շատ հատման կետին շատ մոտիկ է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն իր խանութում 2 հարկի մեջ այդ վաճառակենտրոնում 600 տաշնամուր կա $1000-ից մինչև $500,000 տաշնամուր $300,000 տաշնամուր ամեն տեսակը տեսնեք գեղեցիկ տաշնամուրներ որևէ տեղ չեք կարող number 1 խանութն է Ամերիկայի այդքան տաշնամուր մի տեղում որևէ երկիր տաշնամուր է արտադրում իրենք ունեն նրանց մեջ նաև ամերիկյան տաշնամուրներ ծրագիրը հովանավորում է նաև Raffi's Market հովանավորում է ծրագիր Raffi's Market ձեզ է առաջարկում եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու իրենք պատրաստի ճաշ ունեք կարող եք վերցնել կվերադառնալ Orange County-ում մի 22 տարեկան մեքենա Tesla մեքենա է քշում բայց ինքը չի միացել Tesla-ն կարող է օտոմատիկ Արմարություն ունի, որ մեքենան ինքը կարող է վարի, եթե հասցեն տալիս եք, որ ուզում եք գնա։ Բոլորին միշտ առաջարկում են, որ autopilot կարող եք տնել մեքենան, որ մեքենան ձեզ այս կետից մյուս կետը տանի։ Բայց դուք ինքներդ պետք է այդտեղ ուշադիր նայեք եւ կոնտրոլեք։ Այս մեքենան այդպես չէ, ամենայն դեպս։ Բայց մի տեղ, որ գնում է ավել բարձր է լինում, 22 տարեկանը բժշկական խնամքի կարիք է ունենում, ուշքից է գնում կամ ինչ որ լինում է, մեքենան այն վերևից գալիս է մտնում է այս բնակարանի մեջ եւ մի քանի ուրիշ ջարդելով գալիս է ասում է այստեղ ինչ որ տեսնում եք, բարեբախտաբար բնակարանների մեջ մի տեսնում եք այսպես տարածքների ինչ որ վնաս հասրել, բայց ոչ ոք վնաս չի տեսել իրեն այդտեղ գալիս են ու հիվանդանոց են հասցնում այս 22 տարեկանի 20 ֆիտ բարձրունքից մեքենան գալիս է ցած ու մտնում է այս տարածքների մեջ պատկերացրեք 6 մետր բարձրունքից ավել ցած է ընկել եւ այսպես վնաս է հասրել ինչ որ տեսնում եք մի քանի բնակարանի Orange County California-ում իհարկե ինչ որ տեսնում եք հիմա ուսումնասիրում են պատճառը տեսան այս ինչեր պատահ այս տղային եւ այսպես ես ուզում եմ խոսել հարավային Իլինոյում պայթուն տեղի ունեցավ այստեղ տեսեք ինչ խոշոր պայթուն տեղի ունենում եւ գազը իհարկե լիք է անում կամ ծորում է եւ հետո մեկ հոգի մահանում է եւ բնակարանը լրիվ պայթում է այսպես տեսնում եք ասում է կտորները բեկորները ամեն տեղ կա եւ ասում եք տղամարդ որպես այս տեսնում եք մեկ հոգին մահացել է տեսեք լրիվ շրջանը տեսեք ինչ է լինում գազի
երբ որ գազը պայթում է շատ վտանգավոր վիճակ է ստեղծում այդ բնակարանի եւ շրջապատի համար դրա համար է որ միշտ առաջարկում են եթե հոտ եք զգում անպայման ուշադիր եղեք դրիվ տունը դրիվ քանդվեն այդտեղ հիմա ես նաեւ ուզում եմ խոսել ջուրի մասին որը Մինեսոտա եւ 12 նահանգներ այսպես է որ թվում է որ ասում են Իրանը անցյալ տարվանից նպատակ է ունեցել սա նախքան պատերազմի մասին է Իրանը միշտ փորձ արել որովհետեւ միշտ նախատեսել որ Թրամփը միցև հարցակվելու է հիմա հետո տեսնում եք այդտեղ այդպես նախատեսել էին որ Թրամփի որտեղ Թրամփը ցանկություն ասում է դուք ատոմական այսինքն ատոմակայան չպիտի ունենաք ուրանիումը չպիտի հարստացնեք եւ այլն եւ իրենք չին համոզվում եւ դրա համար է որ Թրամփը զորք հանեց գնաց այնտեղ ուրեմն գիտեին որ կարող է հարցակվի Թրամփը իսկ հիմա մեղադրում են որ նրանք էլ պատրաստվում էին որ տարբեր տարածքներ Ամերիկայում ջրի սարքավորումներ օրինակ Գլենդելը իր ջրի կենտրոնը ունի որ ջուրը զտում են մի մասը իհարկե Գլենդե դուրսից է գնում Բերբանկը իրեն ունի Լոս Անջելեսը իրեն ջրի զտարան ունի մաքրման սարքավորում ունի ուրեմն այսպես 500 տարբեր տեղ թվում է որ ուսումնասիրեն մեր շրջանը ոչ իհարկե Մինեսոտա եւ այն շրջաններում օրինակ Մինեսոտա նահանգում 30 տարբեր տեղ ուսումնասիրեն եւ ամենայն դեպս երբ որ Walz անունով այս նահանգապետը ասում է այս մասին ասում է նախագահ Թրամփը դուրս եկավ ասած սխալ է ինչ որ այս անձը ասում է այս նահանգապետը Walz-ը ասում է եւ իրեն անուշադիր է ջրի խնդրեմ կա ասում է Իրանը կարող է այսպես թունավորման կամ ուրիշ աշխատանքներ է կատարում եւ հետո 12 ասացի ուրիշ նահանգներ ասացին մեր շրջանում էլ այսպես է ուրեմն հետո էլ նախագահ շատ այս մասին չխոսեց բայց եւ այնպես կառավարությունը հետևում է տեսնում են որ կարող է աշխատել են cyber attack այսինքն փորձել են հարձակումներ կատարեն բայց ջուրը վտանգավոր չի մարդկանց օգտագործման համար վտանգավոր չի այլ այդ փորձը կատարեն որ արդյոք կարող են ներս մտնել եւ եթե ծրագիր ունենան երբ որ պետք կլինի իրենք էլ խանգարիչ աշխատանքներ այստեղ կատարեն թե ոչ ես հիմա այստեղ ուզում եմ ցույց ցուցադրել դուք տեսնեք այս ջուրն է որ հետո տանում են ամբարները հետո պիտի զտեն cyber attack ուրեմն water supply-ի վրա Իրանը մեղադրվում է այդ հարցով ինչ որ տեսնում եք այստեղ 5 անգամ փորձել է տարբեր տեղեր որ տեսնի կարող է մտնի այդ համակարգի մեջ թե չէ 1:46 վայրկյանում նոյեմբերի 24-ին պատկերացրեք իրենք ինչքան համակարգային հարցերի մեջ առաջացած է Իրանը 1:46 վայրկյանում 500 տեղ intrusion են ուզեցել աներ նախքան Իրանի պատերազմի մասին է եւ որևէ contaminated չի եղել այս ջուրը որևէ տեղ թունավորված չի եղել միայն թվում է որ փորձը կատարեն որ երբ ուզեն կարող են մտնեն թե ոչ ես ուզում եմ նայել հիմա խոսել մեկ 15 տարեկան երեխայի մասին որ դիմակ է հագնում հագուստ է հագնում գնում է տեսնում եք այստեղ այս դրսի կամերաներն են վերցրել իր պատկերը տեսեք ամեն ինչը ծածկել է որ չիմանա գնում է մեկի բնակարանը մեծ եւ սպանում է 78 տարեկան անձնավորության այստեղ տեսնում եմ քասուտը հագած է դանակով այդ 78 տարեկանին սպանում է ամենայն դեպս կարողանում են իրան գտնել բայց գիտեք 15 տարեկանին սովորաբար միթե ասեն սա չափահաս է եւ ոչ թե պատանի ամենամեծ մեղադրանքը ինչ որ լինի մինչեւ 25 տարեկան կարող են ազատազրկեն ինչ որ տեսնում եք այս դեպքը տեղի ունեցող Սեն Լուիս Միզուրի
նահանգում էր տեղի ունեցել այս մի կարճ ժամանակ առաջ։ Ես ուզում եմ հիմա խոսել մեկ semi truck ցույց տամ, գիտեք այդ թրեյլերներով կատարում են թրաքը բեռ է տանում, այստեղ օրինակի համար մեքենաներ է տանում, 8 մեքենա կա այս semi truck-ի վրա, այստեղ ինչ որ տեսնում եք, եւ գալիս է մտնում է, շարունակենք, տեսնում եք այս տարածքը, այս semi truck-ը մեկ շենքի հարվածում է, խոշոր վնաս է հասցնում, տեսնում եք մեքենաները այդ truck-ի վրա եք տեսնում, 8 մեքենա կար վրան եւ սա տեղի ունեցել Լոս Անջելեսում դեպքն է, ինչ որ տեղի ունեցել Լոս Անջելես քաղաքում, այսպես տեսնում եք։ Նաև ես ուզում եմ մեկ գնացքը ձեզ ցուցադրեմ։ Սա այս թրեյլերն է, որ տեսնում եք ցախ է տանում, բայց չի կանգնում, գնացքի համար չի կանգնում, գնացքը գալիս է այսպես հարվածում է այդ ինչ որ տեղափոխում էր, թափվում է, կենթանիների կերն է, ինչ որ տանում էր, դեպքը տեղի է ունեցել Լեհաստանում եւ գնացքի մեջ 500 ճամփորդներ են եղել։ Բարեբախտաբար այդ գնացքին որևէ վնաս չի հասնում, այդպես հարվածում է, բայց որովհետեւ այդ ինչ որ տեղափոխում էր թեթև բաներ մեկին վնաս չի հասնում։ Ես մի դադարեցնեմ եւ միաժամանակ այդ թրաքի, այսինքն վարորդը խմիշք էր օգտագործել, երբ որ պոլիսը գալիս է, իրեն հետ խոսում են, տեսնում են չի անդրադառնում ոչինչ, անգամ այդ փայտիկը ինչ որ իջելներ չի տեսել, այսպես շարունակել էր եկել էր գնացքը հարվածել։ Ամենայն դեպս ես պիտի դադարեցնեմ դոկտոր Էբրահիմի հովանավորումի ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգահարեք այս հեռախոսի համարին։ Իր գրասենյակները գտնվում են Orange County-ում, Commerce, Encino, Glendale։ Glendale-ը 616 իսկ Glenox-ում է գտնվում։ Իսկ ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Թավանսինը հովանով, աչքի մասնագետ է, 31 տարի փորձառությամբ, Գլենդելում սա հեռախոսի համարն է, եթե ագնոցի կարիք ունեք, աչքերից ջուր է ուսում, որևէ պրոբլեմ։ Փասադինայում մեկ հիստորիկ պատմական շենքի մեջ է, սա հեռախոսի համարն է իրենը, կարող եք այցելեք այնտեղ իրեն հետ հանդիպեք, եթե Փասադինա եք ապրում, Orange County-ում կարող եք այս հեռախոսի համարին զանգահարեք, որևէ Orange County ապրում եք, իրեն գրասենյակի մոտիկ կլինի Orange County-ին փոքրիկ county է, այս հեռախոսի համարին զանգահարեք, այս մասնակետի հետ հանդիպեք։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, Սոնաֆե տարեցների կենտրոնը իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը եւ ցեզ առաջարկում սուրճը, բոլոր սուրճը խմում էլեկտրական է սա, արագորեն կարող եք ձեր սուրճը պատրաստեք սրա մեջ, գինը իջեցրել են $9.99 Անաշե գիֆտ գտնում է Glenox փողոցի վրա է գտնվում 1937 West Glenox փողոց Comfort Zone-ն է հովանավորում ծրագիրը այստեղ տեսնում եք հեռախոս համար եթե ձեր air conditioning-ը պրոբլեմ ունի զանգահարեք կվերադառնա Ես տարիներ խոսել էի Big Bear-ում այս Jackie, որը տեսնում եք այստեղ եւ Shadow երկու արծիվներին այդտեղ Bold Eagles եւ ծակեր ունեցան մի քանի անգամ դրանք բոլորը հաղորդել էի այնտեղ կամերա է տրված որ իրենց ամեն ինչ որ կատարվում էր վիդեո էր լինում կամ տեսնում էի այսինքն կոմպյուտերով մարդիկ բոլորը կարող էին հետևեն տեսնեն ինչ են անում ամենայն դեպս մի անգամ երկու ուրիշ երիտասարդ արծիվներ հարցակում են այս արծիվի վրա, որ ես այս ցուցադրել եմ եւ խիստ իրեն վիրավորում են, ինք ավել տարեց են, նրանք ավել երիտասարդ են, ավել ուժեղ են բնականաբար եւ ինքը չի կարողանում ջուրի մեջ է լինում, որ քիչ հետո կտեսնեք։ Ամենայն դեպս մեկը կարողանում է տեսնի ու դուր է տալիս եւ
մասնակետներ գալիս են, ուրեմն այս արծիվին վերցնում, այս շադուին վերցնում են, ջաքին վերցնում են եւ տանում են Սանտա Բարբարայի մոտ, որպեսզի այնտեղ հիվանդանոց կա նման թռչունների համար եւ այնտեղ հիմա իրեն հոգ են տանում եւ մասամբ ավելի լավացել է իր այսպես ֆիզիկական վիճակը։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ այստեղ ցեզի այս ջաքին տեսնում եք, երբ որ ծակեր էր ունենում, ուրախությամբ այդտեղ բիգ բերում, տեսնում եք ծակերը գնացին, մեծացան, գնացին, ինքն է, որ հարվածից հետո ջրի մեջ չի կարողանում թռչի, արծիվը համարվում է թռչունների թագավորը, այսպես եթե ասենք, տեսնում եք հիմա Սանտա Բարբարայի մոտ իրեն հոգ են տանում, այստեղ ցույց են տալիս, մեծ աշխատանք են կատարել, որպեսզի այդ հարվածները ինչ որ ունեցել էր, այնտեղ տեսնում եք նկարներ ինչ որ վերցրել էին, դժվարություններ ինչ որ ունեցել էր, բայց դանդաղապար հիմա վերականգնվում է իր առողջությունը, այսպես տեսնում եք արծիվը լինելով, ասացի սուլթանը երևի թռչնակների աշխարհում։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։